Երկու բան կա աշխարհում, ամոթ չէ դա տղամարդուն, երդվել սիրած մարդու առաջ կամ արտասվել սրտառուն, սակայն երկու բանին այդ չի դիմանա իմ հոգին, ես չեմ ուզում լսել երդում կամ թե տեսնել արտասուք։ Սիրելի հետևորդներ, ասեմ, որ այսօր իմ օրը շատ խառը ստացվեց, քանի որ այսպես հյուրեր ունեցանք պատրաստություններ։ Իհարկե պատրաստությունների մեծ մասը մայրիկս իրականացրեց, խոհանոցում մայրիկս էր, բայց ես այնպես կողքից մի փոքր օգնում էի, ինչպես նաև խանգարում։ Ասեմ, որ որոշակի նկարահանումներ իհարկե կարողացա իրականացնել, բայց շատ բաներ այդպես էլ չկարողացա նկարահանել, որովհետև տանը խմբված էին շատ մարդիկ, կային անհարմար պահեր և իրականացնել նկարահանումները մի փոքր բարդ էր։ Ամեն դեպքում հիմա, երբ ավելի խաղաղ է, ես որոշեցի իմ համար սուրճ պատրաստել, ըմպել և վայելել մայրիկիս պատրաստած խաչապուրին։ Ասեմ, որ ընթացքում թերթում եմ նաև իմ նոթատետրը և որոշեցի ձեզ համար ընթերցել մի երկու տող։ Ապրած կյանքիս լույս օրերում դառը պահեր շատ անցան։ Ես իմ կյանքի օրացույցը թերթեցի ժամ առ ժամ։ Տխրություն զուխինդս անվերջ կիսեցի բոլորի հետ։ Ես իմ կյանքի պատմությունը գրի առա մեկ առ մեկ։ Բայց թվում է սիրավեպս մնում է միշտ անավարտ։ Ապրած կյանքիս լույս օրերում դառը պահեր շատ եղան։ Սիրելի հետևորդներ, այս պահին ներկայացնեմ փոքրիկ գնումներ ծաղիկների համար հավելում, որը բարելավում է հողի կառուցվածքը։ Մազիներկ, տնտեսական գնումներ, օճառ, անձեռոցիկներ, օճառ, սրճեպ, սուրճ, Արարատ, գեղեցիկ անունով, դոնդող ու կաթ։ Այսպես, սիրելի հետևորդներ, գինը չեմ կարող ասել, այս պահին այսքանը։ Սիրելի հետևորդներ, մինչ ես վայելում եմ կյանքի ուրախությունները, ուրախանում եմ այս կյանքի ամեն մի պահով, քանի որ նաև պատրաստվում ենք հյուրասիրություն կազմակերպել, մայրիկս խոհանոցում պատրաստեց ահա ինչպիսի համեղագույն թխվածքներ։ Այս ամենը պատրաստվել է տնային պայմաններում, մեր սիրելի խոհանոցում։ Դեռ մի մասն էլ չեռոցում է, լավ եղեք, առողջ եղեք, կհանդիպենք։